Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի օր սիրելի քաղաքացիներ։ Այս պահին Դեմիրճյան մուտքի մոտ են գտնվում ազգային ժողովի մայրաստախմբակցությունը եկել է տրանսպորտի ապօրինի որոշումը տուգանքների որոշումը ազգային ժողովում այսօր պետք է քննարկվի այդ ապօրինի որոշումը քաղաքացիների թալանի ծրագիրը այստեղ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է դակվել փաստորեն երկին համաձայնությամբ Տիգրան Ավինյանի հետ միասին ժողովրդի կյանքը թանկացրել են այստեղ հիմա սպասենք տեսնենք պատգամավորներից ովքեր կգան քաղաքացիական պայմանագրի եւ որոշակի հարցերի իրանք պարտավոր են պատասխանել թե ինչու են մեր սիրելի երևանցիների կյանքը փորձում թանկացրել են արդեն իսկ եւ ինչու են ապօրինի որոշում դակում այստեղ Ուրա Սիրելի քաղաքացիներ տեսեք սա էլ Ալեն Սիմոնյանի կորտեժն է ահա հայկս ազգանուն չա բարև ձեզ մենք ոչ շուկամաց ասեք էլի մենք ավականու անդամներ ենք տրանսպորտի ապօրինի այս որոշումը ինչու են վերել ստեղ որ քաղաքացիներին տուգանեն կասեք Դե կողմի Չէ, այսինքն ուզում եք Չէ, ինչու եք փախնում օրինակ Այ քեզ բան Այս մարդիկ Ձերի քաղաքացիներ Ասեք, այս մարդկանց մեկի ձայնն է կտրվել, մեկը դուռը բացում արագ փախնում է Էս են Ընտրել եք որ սենց փախնեն Ժողովուրդ Պարոն Օհանյանն է այստեղ Ահա Բայց ինչ եք փախնում էլի օրինակ հարց ենք տալիս ձեզ ինչ եք փախնում դուռը բացում Չէ անհանգիստը Դե դուռը մենք ձեզ հարց ենք տալիս ինչու եք դուռը բացում Մենք էլ ենք աշխատանքի մենք էլ ավականի ենք եկել ենք ստե հարցեր ուղղելու ձեզ Արսած դուք տեղյակ եք որ տեղական հանրակրթի ֆունկցիա փակում եք ինչով ժողովրդավարության կոմպլեքսն Հուսով եմ երևի Խոխուսակումը փախնում եք էլի ճիշտ ենք ասում հենց հիմա փախնում եք թաթիկով Ազգանունը ինչ է Հովանեսյան չգիտեմ ինչ քաղաքացիական պայմանագրի Հովանեսյան չգիտեմ ինչ Սիրելի քաղաքացիներ մեր իբր պատգամավորներ են բայց չենք էլ ճանաչում Սպասենք հաջորդի Արմեն ես չի Ես չի Հա Ինքնա Հա Տեսնում եք Հովանեսյան Արտուր ասում է ջահել տղա ես Ալբասանի պատգամավոր հասկանում են բայց ես հարակ չեմ ես մի մարդ որ մի տեխնացուին Դա իրավականի տոր չկեն, որ հանձնաժողովի նիստի ժամանակ ասում է լեզուտ կկտրեմ, ականջները կկտրեմ Ես ենք մարդն է, հիմա հավակ պայելուց է խոսը Ես մի մարդը ունկնվակցը պատգամավորը Սիրելի քաղաքացիներ Արդեն որևէ պատգամավորն է մի մասը հետևի գարաժի մուտքով է փախել ներս Հարցեր պիտի տանք որ պատասխանեն տրանսպորտի ապօրինի այստեղ դակում են ազգային ժողովում այսօր պետք է քննարկվի քաղաքացիներին տուգանելու որոշում այն է 10,000 դրամ չվճարելու դեպքում 15,000 դրամ
ընտանիքի անդամների այլ քարտ օգտագործելու համար 15,000 դրամ տուգանել։ Չկա էլ պատգամավոր գոյություն չունի ստեղ։ Բարև ձեզ։ Տիկին Աղեկյան։ Սպասում ենք սիրելի քաղաքացիներ, տեսնենք էլ որ քաղաքացիական պայմանագրի պատգամավորն այստեղով արագ դուռը բացում եւ փախնում։ Ասովա։ Ովա։ Հա? Ովա։ Տիկին Նազարյան, դուք եք թանկացնելու տրանսպորտը այսօր։ Հաջորդ փախուստը, հա։ Այն մեխանիզմը, որը որ մենք տրանսպորտի վարձի վճարը փոխում են տեղական վճարի, ինչը փոխում են տեղական վճարի, կարողանան գնան տեղական հարակեն։ Փաստացին սա ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ, որովհետև պատկերացրեք խաղալ, ցանկացած խաղ, ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլի կեսից երկու թիմերի մեջ մեկ է օրենքները փոխվում։ Դա խաղալների խաղալ։ Այդքան մի բան ժողովուրդը։ Շատ իհարկե հետաքրքիր է լսել ՀՊԻ տնբակցության ղեկավարի հորդորը հավաք պահելու։ Առաջինը մենք մեզ միշտ հավաք ենք պահում, դերձը միներևից պահում ենք անդեպ, մենք չի հավաք պահել դեր նմանների հանդեպ։ Երկորդը դուք չեք, որ պետք է մեզ հավաք պահելու կոշեր անենք, որտեղ դե հավաքից դաստիարակված պահվածքի մասին որևէ պատկերացում չունենք։ Դուք մարդիկ եք ում ձայները, երեսները եւ անունները այս քաղաքի մեջ պետությունում հայտ էին դարել, մենք ինքնություն եւ մարդկանց սահմանում Ձեր անունից, ձեր կողմից հնչեցնեք անհարմար հարցեր, այսինքն նշանը թե ինչ են տրանսպորտին կանգնացել, նորական չի հայել, ուղղակ են մտցրել բալանելու համար։ Սիրելի երևանցիներ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այո, տրանսպորտի թանկացման հիմնական գործոնը դա Նիկոլ Փաշինյանն է, Տիգրան Ավինյանի հետ համատեղ տրանսպորտի սակագինը այո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է թանկացրել Երևան քաղաքում։ Այս պահին էլ տեսնելով, որ բոյկոտի դեմը տարբերակ չունեն առնելու, այո քաղաքացիները բոյկոտում են, բերել են մի ապօրինի որոշում ազգային ժողովում, որ մեր քաղաքացիներին տուգանեն, տեսեք, 150 դրամից ինչքանի անգամով ավել 10,000 դրամ եւ 15,000 դրամ տուգանք են ուզում սահմանեն ազգային ժողովում։ Այսօր պետք է քննարկվի այդ ապօրինի որոշումը, այդ թալանի որոշումը, դա իրավական ոչ մի հիմք չի տալիս քաղաքացիներին թալանելու։ Սպասենք, տեսնենք, արդյոք պատգամավոր քաղաքացիական պայմանագրից, որը էլ չի փախնելու։ Ամեսով է, մոտիկան անքիչը։ Տանոք, հա։ Քաղաքացիական պայմանագրի Այսով։ բادیամավորները ապեր են քան շատ օգուտ են տվել։ Հա։
Դուք կողմեք տրանսպորտի բանկասը։ Չեք թանկացնում։ Սպասեք մեկ րոպե։ Ասեք ինչ եք թանկացնում։ Ազգային ժողովում էլ եք տես փախտում սենյակներից։ Այդտենց ալնում եք արմայա կոչվում, շորը ճաղեցի։ Ըս ինչ փախուստ է արագ-արագ։ Մտ կարելի է Իրան հասնել։ Հա ոչինչ։ Բարև ձեզ, պարոն Ռուստամյան։ Լավ ենք, մենք եկել ենք տրանսպորտի հետ կապված այս ապօրինի որոշմանը, որ բերում են տուգանեն, բայց քաղաքացիական պայմանագրի պատգամավորները փախնում են։ Լավ ձեզ։ Սարգիս Խանդիժյանը ներսով մտավ գալիս։ Ավտոյը մտնում են ներս, ընդեով են մտնում։ Սոցիալականային շերտին, ով որ ստիպված է հանրային տրանսպորտից Սամու դու ծանոթացու, եսին ես չեմ ճանաչում։ Դա զեկուցողը լիներ հարցի, դրա համար չի։ Նախարարության ավտոյս, կարող է Տարածքային կառավարման փոխնախարար իշխանությունը հայամետ չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն եկել է թալանել Դաժե տենց, հա։ եւ հայ մարդու տուգանքին թալանի մատերիալ դարձնել։ Եվ Բարև ձեզ։ Ձեր կարծիքը 10-34 նախագծի վերաբերյալ, որով սահմանափակվելու է տեղական հանրաքվեի իրավունքը ընդդիմադիր խմբակցության, նաև ինչու ոչ հանրության, որովհետև ինչպես տեղակ եք տրանսպորտի քանակացման վերաբերյալ մենք ունեցանք ստորագրահավաք Իգիգալյան, որից հետո դա իբր քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրեցի քաղաքապետարան, որպեսզի ընդգրկի օրակարգ, քաղաքացիական պայմանագիր եւ իշխող մյուս կոալիցիոն ուժը բոյկոտեցին այս նախագիծը, չմասնակցեցին ուղղակցությանը, դրանից հետո մենք պետք է օգտագործենք տեղական հանրաքվեի մեխանիզմը, սակայն այսօրվա նախագծով տրանսպորտի վճարը սարքելու են տեղական վճար եւ նաեւ սահմանելու են տուգանք, որը համաչափության եւ առանցակ տրամաբանության սկզբունքներին դեմ է եւ իբրև արտադրության նախագծում ենք ունենք ձեր կարծիքը տվյալ ռեպրեսիաների վերաբերյալ, այսինքն փաստացի կա օրենսդրություն ճիշտ է, կա իշխանություն եւ ընդդիմություն։ Մենք գործում ենք այդ օրենսդրության շրջանակներում։ Հիմա արդեն գործող իրավիճակի քաղաքական կոնֆլիկտի շրջանակներում փաստացի քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է փոփոխություն, իրոքում կոնկրետ այս դեպքի, ոչ թե որպեսզի օրենք ավելի լավ լինի, որպեսզի պաշտպանվեն նրանից, որ չկայանանք մենք առաջ գնանք դասները, ժողովուրդը չկայանա իրականացնել։ Առասարակ ինչպես եք կարծում, այս մարդու պետության մեջ եթե օրենքը փոփոխվում է արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակներում պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանությունների արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չի առաջացնում։ Ես ես վստահեցնում Մենք թանկացման ենք։ Ավականի է գալիս։ ՔՊ-ի ավականի է։ Թանկացման եւ տուգանելու Ապա ՔՊ-ի բանը։ Ներս մի մտեք, եկեք դուր ժողովուրդ։ Ներս չի կարելի։ Չէ, դուրս Արմեն, դուրս արի։ Տիկին աղեք։ Իրավունք ունեմ ամեն ինչի։
Քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ դուք իբր ժողովրդավար Իսկ ով է սահմանափակելի իրավունքները։ Ներկայացրեք ինձ, ով դուք եք Դուք եք տրանսպորտի կանգնեցնեք ով։ Որ նկարվեց նա քրակուսկացին որ Թույլատվություն ձեզանից չպետք է ստանամ։ Ուսապարկեք, ուսապարկ։ Արոնեք սաները։ Նիկոլի ուսապարկ։ Ավականո անդամներ այլ Արոնեք ինձ սաները։ Ես մենակ բարուքը։ Հասկացող իրավունք չունեք Հարց տալու իրավունք չունեն։ Գնացի, գնացեք։ Դուք չեք բարև ձեզ պարոն Վարդանյան։ Այս ԿՊ-ի պատգամավորները թախնելով են ախր մտնում ստե։ Հեսովա։ Թողեք, ապեք, բեկա, թողեք։ Ովա։ Ցավալի է, բայց պատգամավորներին քաղաքացիները չեն ճանաչում։ Սպասեք մեկ րոպե հարցնեմ։ Բոյկոտող քաղաքացիների շահերը, խնդրում ենք պատասխանեք։ Այսինքն դուք ընտրվել եք, որ չհամադանով գնաք ու գաք, այլ չէ։ Ինչպես տեսնում ենք, Նիկոլի ուսապարկերը գալիս են հերթով, անգամ չգիտեն, թե ինչ հարցի շուրջ են քվեարկելու, բայց իրենք կողմ են, որովհետև իրենց իրահանգվել է, որ Հայաստանի Հանրապետության Մի ուսապարկ էլ ձեռներն են վերցնում, նոր գնում սրանք։ Լինի նա շարքային քաղաքացի, ույն քաղաքի տեսքով, ախտանության տեսքով, հիմա ուղևորցի համար են կալաներում։ Հիշեցնեմ, որ Երևանի ավականում Հայ Հայաստան խմբակցությունը ուղևորցի նախագիծ են բերել ավականունիստերի դահլիճ, հիմնավոր պատասխաններ չունենալու։ Սիրելի երևանցիներ, տեսեք, այս կառույցը ոչ թե ձեր կյանքը բարեկեցիկ դարձնելու համար է, այլ ձեր կյանքը թանկացնելու, ձեր ապրելակերպը բարեկեցիկ դարձնելու փոխարեն ձեր կյանքը դժվարեցնում է, այո, ազգային ժողովը համատեղ քաղաքային իշխանությանը Տիգրան Ավինյանը, այստեղ միայն ընտրությունների ժամանակ են քաղաքացիների հետ կանգնում եւ զրուցում, իսկ ընտրվելուց հետո իրենց ուսապարկերը ձեռքերին արագ մուտք են գործում եւ իրենց տակուկ սենյակներն են թաքնվում, չպատասխանելով այն հարցերին, որը վերաբերում է ամբողջ մեր հասարակությանը։ Եվ ինքը պատասխանելու, թե ինչի Հայաստանի Այս ազգային ժողովը, այս իշխանությունը, այս քաղաքային, այս են փախնողներ են, սրանք ամբողջ կյանքում իրենց ղեկավարներն նույնը մարտի մեկինա փախել, փախնողներն են սրանք։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները այս պահին այստեղ են։ Եվ անհարմար ազգալը, կողմից անհարմար իրենց համար անհարմար։ Մենք հասարակ քաղաքացու Մա սպասենք, տեսնենք, թե հաջորդ ուսապարկը ով է, որ գալու է եւ փախնելով մտնի ներս։ Ալենի ազգային ժողովի ՊՊՑ-ի աշխատակազմի պահվածքն է ստացել։ Ինձ ալենին բարեկամ է, այդպես միանման ոչինչ։ Մարդու նորմալ քաղաքացի հարցը ստացել ինքու մամքի ախի։ Երի քաղաքացիները որից մտնում են Նիկոլի ուսապարկերը։ Այնով էր մտորում դեով։ Են բոլորի ստացում են հերթական Դաշտանցան ախը։ Սամենը դա։ Որ գալիս է։ Չէ, բանը պրատիկ։ Մենք արդեն գիտեմ, որ մենք կանացեք դուք Այն ուրկերով Սիրելի քաղաքացիներ, տեղեկացնեմ նաև, որ այո, որոշ կպական պատգամավորներ մեքենաներով այդտեղ գարաժ է կոչվում, ավտոպարկով են մտնում ներս, որ քաղաքացիների փողոցում չհանդիպեն, այս մարդիկ փողոցի անունը տալով էին գալիս, բայց այսօր փողոցից խուսափում են,
եւ այն հարցերին, որը վերաբերում են ամբողջ հասարակությանը, խուսափում եւ փախնում են շենքի իրենց տակուկ սենյակները, որ չպատասխանեն այն հարցերին, որը ապօրինի փորձում են բերել ազգային ժողովի օրակարգ, այն է տրանսպորտի թանկացման ապօրինի որոշում։ Հիմա Գևորգ, բարև ձեզ։ Դուք էլ եք հերթական հիմա փախնելու։ Հաջորդ փախնելու։ Էլի քաղաքացիներ, մեքենայից ազգային ժողով 3 վայրկյան է տևում, այն հենց արագ են փախնում ՍԿՊ պատգամավորները։ Այս մարդիկ ընտրություններին ձեզ ինչ ասել են, սաղ ստել են, այս էլ մի կորտեժ անցնում, տեսեք, էսա, այն պատավատապետություն, որ ասում էին, հիմա իրանք են պատավատապետություն սարքել, իրանք ինչին դեմ էին, դրան էլ էին դեմ։ Նախագծի վերաբերյալ մանդատ գրողները եկել են նորմալ քաղաքացիներ արձաբանում անջել տվյալ պաշտոնյաների Այս պահին փողոցի երկայնքով մեկ ձախ մեկ աջ նայում ենք, տեսնենք ԿՊ պատգամավորները թե ինչ շուքի տակ են թաքնված փորձում, սա էլ Ալեն Սիմոնյանի կորտեժը, կորտեժների շարասյուն է այստեղ, տեսեք, գնում եւ գալիս են ձախից աջ, այո կամ ոչ, տրանսպորտի թանկացման դեմ, հիմա օրենք են փոխում, որ հիմա հիմնավոր բացատրեմ, թե ինչպես է ստե քաղաքային իշխանությունը, նաև Տիգրան Ավինյանի մասին եմ ասում, որ ասում էր բոյկոտ չկա, եթե բոյկոտ չկա, բայց ինչ նախագիծ է, եթե բոյկոտ չկա, ինչի են ուղղակի նախագիծ բերում, որ տուգան են, հաստատի հիմնավորվել է, որ այո արկա է բոյկոտը, իրականությանը այլևս իրանք չեն տիրապետում, սիրելի քաղաքացիներ, այս մարդիկ արդեն կորցրել են իրենց, հիմա մեկ հարց։ Բարև ձեզ։ Մենք Երևան քաղաքի հավաքանու անդամներ ենք, տրանսպորտի Պետք է պատասխանեք էլի այս հարցին։ Ինչի՞ չեք կարող։ Հիմա կարակ, չէ՞ պատասխանեք։ Այս նախագիծը ո՞նց եք դուք ընդունում։ Չկարևոր է ժողովրդի կյանքը թանկացնելն է, չէ՞։ Իսկ ձեր հարևան Պողոսը դեմ ձեր հարևան Ասեք ինչքան եք խուսափելու, էլի հարցերին չպատասխանեք, դες փախնեք, ասեք։ Ձեր ձեռքում է լա ուսապարկ, թե ձեր ուսերին է ուսապարկը։ Հա, երբ Ինչը։ Քեզ։ Խոսում էին, բայց քո հետ չէ։ Ձերքին էլ ուսապարկ կա, սիրելի քաղաքացիներ։ Դուք եք թող թանկացմանը։ Բայց իրենց ճանաչում են ինչ-որ քաղաքացի։ Ես օրինակ չեմ ճանաչում, այդքան ակտիվ եմ, բայց ես չեմ ճանաչում, որ սենց պատգամավոր ունենք մենք այս երկրում։ Մի 4 պատգամավոր եմ ճանաչում։ Ես մասնագիտությամբ մանկավարժ։ Հավանաբար իրենք բուժիչ պատգամավորների իրենք իրացում են։ Որով է իրավական առումով տվյալ նախագիծը չէին կարող ընդգրկել տվյալ տարօրինի դրանից ցած այս նախագծի մեջ կա Մտել են ներքով տեսեք մենք կողմից, վախտապարկով մեքենա մտցին մնալ։
ամենակարևորը մեզ համար, որ մենք տեղական հարաբերությունների մեխանիզմով, քանի որ տվյալ տրանսպորտի վճարը դա ծառայության վճար է, տեղական վճար չէ։ Հիմա իրանք փոխում են այդ վճարի կարգավիճակը սարքում է տեղական վճար, քանզի օրենքը սահմանում է, որ տեղական հարաբերությունների չի կարելի հանել տեղական վճարը։ Հետո ասա չի բան իրաց մեջ է։ Այս մարդիկ հիմա անում օգտագործում են մի արտակից, Սովմա հա։ որ ժողովրդավարությունը փառգործում, այսինքն արդեն իսկ գոյություն ունի քաղաքական կոնֆլիկտի Ընդդեմ մեկ են չի ինքնելա պատկպեա գնացինք Կարեն Սարուխանյան Կարեն Սարուխանյանն ԿՊ-ի Բարև ձեզ կսպասեք մի րոպե Չէ ինչի եք շտա սաղը չտապում եք բա քաղաքացիները չեն շտապում տեսեք Սա մի մատինար Կպատասխանեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետի առջև փակել է դուռը եւ ՊՊՑ ու ԱԱՑ աշխատակիցներով է պաշտպանվում։ Բան պերսակեք մի քիչ։ Եթե չեք տա։ Բան պերսակները վիրավորեք։ Ես խնդրում եմ իրավունքներ սահմանափակել, բան պերսը վիրավորեք։ Վիրավորանք չի Ես էլ եմ կարծում, որովհետև տարիքով մարդիկ կան, որ պամպերս են հագնում։ Քաղաքացիներին են սարքում կուգանքի Դատիներ կան, որ հագնում։ չափը սահմանելու իրենք համաչափության սննդը չեն օգտագործում, անենք տեսեք, եթե մենք մեկը Սովա։ Թողեք մեկը հարցը տանք։ Հասկացել ես։ Բարև ձեզ։ Դուք ով եք Տիկին Անդրեասյան։ Մեկ րոպե, էլի, մեկ րոպե սպասեք։ նորաձև է Տիկին Անդրեասյան, կանգնեք մի քիչ շփվենք։ Բայց Ասելա։ Ես դեր կողքի բուրը Պատգամավոր, հա։ Դուք պատգամավոր եք։ Հա։ Կներեք, ձեզ չեք ճանաչում, մի հատ ներկայացեք, տենակ պատգամավոր եք, թե չէ։ Չէ։ Բարև ձեզ, կարելի է Բայց թողեք մեր ընդդիմադիր պատգամավորներին էլ հարցողենք։ Բարև ձեզ։ Շատ սիրուն ուժեղ բարև ձեզ։ Ջորջ ջան, 10-34 նախագծի վերաբերյալ է, պարոն։ մենք էլ ուզում ենք շատ բարձրաձայնենք այս հարցը։ Հանրաժողովի նիստի շատ լավ մեկնաբաներ ցույց դրեց, որ ապօրինի քանակությունը նաև տեղական հարաբերությունների գործակալից մեզ զրկում են։ Հայտարարել ենք, որ Բարև ձեզ։ Մեկ րոպե, էլի սպասեք։ Ինչի եք էլի կողմ, որ այս քաղաքացիների տուգանքի տուգանում մատերիալդարձին են, այս թվան, ասեք, ինչի չեք պատասխանում։ Իրա վրա չէր գործ հարուցված։ Հա։ Անպատժելիության մթնոց, որին պետք է վերջ տալ Ընդհանուր վրա է գործ հարուցված ֆինանսների իրա վրա։ Ջորջ, թողեք մտնեն, այնտեղում թողեք, որովհետև իրա վրա են գործ հարուցել, ոնց որ խոսալու պատճառով ֆինանսների փոխնախարարներ։ Նախարարը, հա։ Մի հատ էլ հարուցվել է իրա վրա գործ։ Հա, դուրս եք։ Բասեք։ Բարև ձեզ։ Կարելի է մեկ հարց էլի տանք։ Բայց քայլելով կամաց էլի տրանսպորտի էս ապօրինի որոշումը։ Հաստատ էլ թուրքերի առաջ չեք խոնարհվում, չէ՞։ Բուգարքի դեմ արվելով ցանկացնում են, այո, բուգարքի Ոնց որ ասում է, թուրքերի դեմը չի խոնարհվում, սիրելի քաղաքացիներ։ Այդ ինտրուցումների ժամանակ էր մենակ խոնարհվում, որ աջակցություն ստանար Թուրքիայից։ Դեսպաններին, ովքեր հանգած կհամարձակվեն խոսել Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության 65 գրամ իրավունք ունեցող ուղևորի համար Նիկոլ Փաշինյանի բռնակալական իշխանությունը եւ նրա կապակցերը, որ Ահա, իշխանին են հարց տան։ Ինչ հարց։ Բարև ձեզ, պարոն Սաղաթելյան։ Մենք ուզում ենք, որ բարձրաձայնվի տրանսպորտի հարցը, հնարավորինս շատ բարձրաձայնեք։ Այո, շնորհակալ ենք շատ, բարև ձեզ։ Տրանսպորտի ես
Տուգանքները ապորին իրաց բերած։ 65 դրամ ինքնարժեք ունի։ Եվ դրա համար ուղևորիչ վճարելու համար 10-ից 15000 դրամ տուգանք են սահմանում, քաղաքացուն դարձնելով Ուզում տուգանքի ենք բարձրաձայնվի ներսում, վստահ ենք, որ Կավ գարնիկը։ Արմեն Ստորագրավակը դառնում է Կարլ Մարությանի ստորագրավակը, մերը ոչ իրավաբանորեն ձևակերպված Արև ցես։ Գիտեմ որտեղից է, բայց աբսուրդ է, էլի համ խոսում են նրանից, որ եւ պոլիսների հետևում եւ բանի արտաժողովում որ սա հայտարար նախագիծ է, ամեն գրում են դրանք կողմ են քվեարկում։ Ինչպես բոլոր այն օրենքներին, որոնք որ հակապետական են, հակահայկական են, օգտվելով արժանանալից ես եմ շնորհակալություն հայտնում, ես եկել ասացի աշխատանքի համար, որ նորմալ մեծ աշխատանք տարել եք, նաև մեր քաղաքացիներին, որ այդքան ստորագրություն ունեն, հասնում են քաղաքացիները այդքան ստորագրություններն ու այդքան նաև ես որոշակի նաև մասնակցել եմ դեպի նաև այդ մարդկանց կատարած աշխատանքը այսօր նոր ենք գցում, ասում որ ժող բաստիոնը փաստորեն քաղաքացի որևէ մի իրավունք չունի։ Ամենակարևորը որ հանրաքվեի դիմացն են առնում, որ Վախենում եք իմ արտահայտել Հանգացում եք, դա։ Ինչ եք դուք։ Դուք ինքնարժեք հաշվել եք, որ կողմ եք։ Հիմա դեմ եք թե կողմ։ Կոնկրետ ասեք։ Հաստատի կողմ եք։ Որ տուգանելուն, չվճարողներին տուգանք են ուզում դնեն 10000 դրամ։ Որ դուք քաղաքացի չեք տղա։ Գրիգոր Իսկանդարյան։ Տեսեք, դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար է դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի բարձ ինֆորմացիա մեզ տա։ Կմա։ Սեր Իսկ երբ որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի կարգի է, 150 դրամ սահմանելու դեպքում քաղաքացի վճարել դեպքում եկեք դիտի ասել։ Հա? Կապչի, վայնչա։ Կապետի ինչ։ Հա, հետո մոս։ Ես չեմ ճանաչ։ կպեցի ուղիչը։ Իսկ ոչապով SMS ստացել եք։ Չեմ կարող ասեմ։ Մի քիչ բարձր էլի ասեք, եկել լսենք։ Իսկ ոնց է շիակելու եք։ Ներողություն, ոչապի SMS-ին եք սպասում, SMS-ը գա ոչ քվյարկեք։ Ինչ կամ
ճիշտ եք համարում, որ մարդու սահմանադրական իրավունքը դուք սահմանափակում եք այս օրենքով, այսինքն մարդը իր սահմանադրական իրավունքը բոյկոտելու իրավունքը չի կարող իրացնել այս օրենքը Փոխել եք, կարող եք գիշերը զանգեք, ստացեք փոխել եք, SMS-ով փոխել եք աշխուժի փոխումը։ Ըստ գացի, մի բան զանգ այլ։ Միրապե լավելի է հասկամ, ժողովուրդ չա։ Հասկացանք շատ ծաղատ կարում եք հարցակ, բայց միրոպե հասկամ։ Ասեք, որ պետաժը պատգամավոր քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե քալանի մատերիալ է։ Ես մի հասկամ։ Իսկ այդ մտքի հեղինակին ասել եք այդքանը։ Շատ ներողություն, ես խմացան եմ համարում։ Նա ճշտով բան։ Նայ։ Մարդը չեն տալու։ Շանսային ավականի։ Անձրև, լպակ է։ Հիմա ինչու՞ով եք ճիշտ համարում, որ դուք եք դառնաք այդ ամենը։ Վերջում թողեք հասնամ, էլի։ Քաղաքացու ազգեք բոյկոտիան։ Որը ուղղակով սպառնալով հարկաբնեց վճարել են ուղևորը, որը սոցիալական օբյեկտիվորը մտը հնարավոր չի։ Տեկինարական ազգանուն։ Պարասետեսան, նիվեպերնատ կարստամ, են է։ Իսկ մի հարցել ես հաց ես տամ։ Դու Արմեն Խաչատյանին հարցրել։ Դուք գործում եք որպես չխոսեք։ Իսկ եթե փախնեն, դուք գործում եք ձեր խեղճի նիստերից են փախնում ԿՊ-ականները, երբ որ չեն կարողանում պատասխանել, կարող դուք եք փախնել։ Իսկ կներեք, էլի, մի հարցամ, դուք ձեր խեղճի մտոք կայացնում եք որոշում, թե WhatsApp-ով եք կայացնում որոշում։ Իսկ կա դեմ քաղաքացիական պայմանագիրը, որ ուրիշ որոշում ունի, դուք ուրիշ որոշում կայացրել եք, երբևէ այդ կնոպկան սխմել եք, որ ուրիշ բան դուք որոշած լինեք։ Քվեարկության ժամանակ դուք հնարավոր է այլ կարծիք ունենաք քաղաքացիական պայմանագրից, ձեր դիրքորոշումը արտահայտեք դեմ։ Խմբակցության դիրքորոշումը, որը արդեն արտահայտվում է ամբողջական որպես խմբակցություն դիրքորոշում, լիակում է լիստերի դահլիճում։ Ես եմ։ Այսինքն սեփական դիրքորոշում դուք չեք կարողանում արտահայտել։ Որը քաղաքացիական պայմանագրի միասնական քվեարկում է, դա իմ անձնական որոշումն է։ Ես եմ ձևավորում այդ դիրքորոշումը։ Այսինքն ձեզ չեն ստիպում WhatsApp-ով, որ դուք քվեարկեք։ Տուգանքի մատերիալը ազդեց քաղաքացին։ Սիրելի Ես վստահ եմ, որ ձեզ ստիպում։ Ազգային ժողովի ԿՊ-ական պատգամավորի համար դուք տուգանքի մատերիալ եք եւ ոչ թե 3 միլիոն WhatsApp-ով։ Ձերի քաղաքացիներ, մենք շարունակում ենք, բայց ես ընդհատում եմ հիմա, հետևեք մեր գործընկերներին, լրատվամիջոցներին, այս քաղաքային իշխանությունը, այս չնայած
Կարելի է ասել տարբերություն չկա, ազգային ժողովում էլ է քաղաքային իշխանություն դարձել, նույնն են։ Այս ամեն ինչի հիմքում Նիկոլ Փաշինյանի գլուխն է, տրանսպորտի թանկացման, Տիգրան Ավինյանի հետ համատեղ, նաև կանադառնանք նաև աղբահանության վճարի թանկացմանը, գույքահարկի թանկացմանը, բոլոր այն հարցերին, որ մեր քաղաքացիների կյանքը թանկացրել են։